Քո սպորտը մարզական նախագիծը շարունակվում է։ Մեր նախագիծը իրականացվում է Առողջապահության նախարարության աջակցությամբ։ Այսօր որոշիչ օր է։ Մարզիչները պետք է վերջին անգամ նախագծից մասնակից հեռացնեն։ Նախագծում մնացած մասնակիցները թիմերով կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար։ Սա նախագծի ընթացքում մեր երկրորդ ջրային փորձությունն է։ Մեր մասնակիցները պետք է փորձեն հաղթահարել 50 մետր ազատ լողով։ Մեր մարզիչները ինչպես միշտ կհետևեն ժամանակին և այսօրվա մեր հրահանգիչն է Սերոբ Տեր-Պետրոսյանը, որն իրեն կարելի ասել այստեղ զգում է ինչպես ձուկը ջրում։ Այո, եկեք ևս մեկ անգամ հիշեցնենք, թե որքանով է կարևոր լողալը առհասարակ և ինչին է նպաստում։ Լողալ իմանալը շատ կարևոր է, որովհետև կյանքում տարբեր դեպքեր են լինում, որոնք որ պարտադիր է լողալ իմանալ։ Երկրորդը մկանային բոլոր խմբերը աշխատում են լողալու ժամանակ, ըստ այդմ պետք է զբաղվել լողով միշտ։ Եվ այսպես սկսենք առաջին մրցությունը։ Ցատկում եք ջուրը գլխի վրա, իսկ ով որ չի կարում գլխի վրա ցատկել, ոտքի վրա կարա ցատկի ու փորձում ենք շատ արագ հասնել մինչև վերջ ու պարտադիր ձեռքով, ափով կպնում ենք պատին, որովհետև ժամանակը հաշվելու է միայն պատին կպնելու ժամանակ։ Գնացել եմ լողի, հաճախել եմ, զբաղվել եմ, որովհետև շատ եմ սիրում։ Բնականաբար, երբ որ զբաղվում եմ, ավելի լավ ցուցանիշներ էի ցույց տալիս։ Դրա համար կարա ավելի լավ լինի։ Առաջինը միշտ էլ դժվար է, բայց է կարող։ Ժողովուրդ ասել է իմ դեպքում մի քիչ չափազանցրած է, շատ երկար ժամանակ զբաղվել եմ լողով, բայց այլ ավելի երկար ժամանակ չեմ զբաղվել լողով։ Նախորդ օրվա փորձությունից հետո ոտքի վնասվածք ունեմ հիմա ու մոտ 72 ժամ պետք է տևի այդ պրոցեսը մինչև ընդհանուր վերականգնողական համակարգը սկսի ավելի լավ արագ աշխատել ու դիսկոմֆորտ չզգամ փորձության ընթացքում աչոտքի մկանային գծկում կա մասնագետի ասելով անցխաջրերի հավաք կա մկանների մեջ պետք է 72 ժամվա ընթացքում նոր այդ ամեն ինչն անցնի։ Պատրաստ։ Կանաչ թիմից Նորայրն այս մրցության ֆավորիտներից է, քանի որ նրա սպորտը լողն է, սակայն իրադարձությունները այլ կերպ զարգացան։ Նախորդ փորձության ընթացքում ստացած վնասվածքը նրա համար որոշիչ դարձավ։ Ձերը տուհան եմ կեզ Արի դու մեզանից բրնվի, մենք ես կհանենք, դու կնստես, պրոստը, էնի ձերից բրնվի, ես ես Էնի տու ձերը Սյո, գնաց Դավայ, մենք երկու բարձած Այս ձերով բրնի այս պակտի ծուկի Կարանամ կանեմ, ես համ իրոպես կբացվի Ավելի լավը մի հատ հարմար տեղում ինքը պարկի, հեսա մի քանի րոպեից կհանգստանի։
նախորդ մրցման ժամանակ, CrossFit-ի ժամանակ, աչ ոտքի այս ազդրը մի կպի ցավում մի կպի այս աչ ոտքի ազդրը ուրեմն բռնվել էր լրիվ։ Ես փորձեցի թուլացնել, հանգստացնել, որպեսզի վերականգնվի, այդ պահին վերականգնվեց, կարողացավ CrossFit-ը ամբողջությամբ 6 վարժությունները կատարել ու ավարտել։ Լողի ժամանակ ոտքը ձգեց։ Այդ իսկ պատճառով բնական էր որ ձգեր թե ինչ-որ ես ուզում եմ շարունակես։ Ասակ շարունակես թե չէ։ Երևի չէ, որովհետև չես ուզում ձախ ոտնել։ Չէ, ինչքան էլ հիմա շատ ուզենամ, ինչքան էլ փորձեմ հավաքեմ ինձ, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ թիմին ավելի շատ վնաս կտամ, քան օգուտ, որովհետև հաջորդ փորձությունը արդեն ոնց հասկացա թիմային է լինելու ու իմ չմասնակցելը հաստատ հիմա թիմին հաղթանակին ավելի շատ կմոտեցնի, քան իրենց խանգարելու։ Իմ ամենաերկար տարածությունը, որ լողացել եմ 25 մետրն է եղել, ուղղակի սա անխղճություն է, 50 մետր ժողովուրդ շատ բարդ է, բայց հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, այսօր վախենում եմ, անկեղծ ասեմ, վախենում եմ հենց հիմա։ Քանի որ երկար է տարածությունը, մտածում եմ, որ հնարավոր է շնչառությունը չերիքի, որովհետև երբևիցե երկար տարածություն չեմ փորձել, չնայած էսի պրոֆեսիոնալ լողում համարվում ամենակարճը 50 մետր, բայց կփորձեմ։ Երեք տարեկանում որոշել թեթևատլետ դառնալ, կարծում եմ իրատեսական չէ։ Իսկ ինչ վերաբերում է ուժային վարժություններին, մկաններ զարգացնելուն, ես գտնում եմ, որ ամենևին էլ չի խանգարի գեղեցիկ կեցվածք ունենալը։ Իմ նպատակներից մեկը նաև դա է։ Որոշում եմ կայացրել, իհարկե նաև դեր ունեցավ նախագիծը, թողնեմ ծխելը, նախագծի մեկնարկից առաջ հանգցրեցի վերջին ծխախոտը, որոշեցի, որ էլ չեմ ծխելու։ Ճիշտ է, ամեն օր հեծանիվ չեմ քշում, բայց հաճախ վազում եմ, այնպես որ ոտքիս մկանները նորմալ մարզավիճակում են։ Նախորդ տարի, երբ որ քաղաքի երթևեկությունը կանգնած էր, աշխատանքի հեծանիվով էի գնում։ Բոլոր մարզաձևերն բավականին դժվար են եւ պահանջում են որոշակի հմտություններ եւ մարզավիճակ, սակայն ես վստահ եմ, որ դրանցից գոնե մեծամասնությունը կարողանամ հաղթահարել։
Դրա ոտքերը էր աշխատում, ձեռքերը չէր աշխատում, ձեռքերով տի օգնել։ Բայց այդ դրա վրա ժամանակ էր խոսքը։ Իսկ եկվեցի մեջքի։ Որ հանգստանաս։ Որտեղ թևերս էր։ Բայց արագ անել։ Ոտքի հետ ինչքան բարձր անում, այնքան շատ ես արագությունը հավասարում։ Բայց կորես չրա։ Ապրես։ Երկու աղջիկներն են, երկուսն էլ փորձում են մեջքի վրա լողալով տեղ հասնել։ Արագության դեպքում ես ինքս մեջքով կլողայի, բայց չէ, արագության դեպքում իհարկե պետք է կրոլ լողատեսակով փորձեն հասնել եզրագից, բայց մեր աղջիկների լողալու ունակությունը հավանաբար այսպիսին է։ Ասում եմ գլխարկն է խանգարել։ Հա, որովհետև մի անգամ ես թռավ ու ես սրա վրա եմ զբաղված։ Անիմաստ բաների վրա ֆիքս կա։ Աղջիկները տենց են, եղուն գջարդվի, մազը դուրս գա։ Ոտքերը հարակ օգտագործելու շնալող ասվածը։ Բայց ես իսկականից մի տարի լողավազ եմ։ Բայց լավ է լողանում։ Հա, լավ է լողանում։ Դու ապրես։ Կարող եք շունչ քաշել։ Հերթը ցատկերինն է։ Սերոբ ցույց կտակ ինչպես ճիշտ ցատկել։ Իհարկե ես կարող եմ ցույց տալ, բայց այդ դեպքում Ռաֆայելը միայնակ կմնա ողջ հաղորդման ընթացքում։ Բերում ենք մեզ ելմանդույքին, կարող եք ձեռքերը իջացնել ներքև կամ վերևում պահել, ըստ ձեր հարցողության, ու հրվում ենք դեպի առաջ։ Այդքան էլ չկուն չեմ սպորտում, բայց չգիտեմ ինչի, ամեն անգամ ինձ ով տեսնում է, ծանոթանում է ինձ հետ, մտածում եմ ես սպորտսմեն եմ։ Գյուղի սպորտը ամենալավն է, կոփում է մարդուն, մարմնին, ոչ մի սպորտ, ոչ մի սպորտաձև դա չի կարողանում հաղթահարել, այդ գերազանցել գյուղի սպորտը։ Այս պրոյեկտը ինձ կայթակղեց նրանով, որ ես ամեն դեպքում կուզենայի հասկանալ ինչքանով ես
կարողանամ ինչ-որ բաներ հաղթարել, հա։ Կուզենայի ինքս ինձ համար դնել ինչ-որ սանդղակներ, որով կհաղթահարեմ իմ պատկերացրած Ռուսլանի կարողությունները։ Արժի տանջել մատներս, մարմինս, ընդհանրապես ոտքերս, ծնկներս, որովհետև շատ եմ հետ վարժվել ֆիզիկապես։ Հույս ունեմ, որ մի 10 կիլոգրամ քիչնեմ։ Նպատակ կա, այո։ Ցատկի մի տեսակը արդեն փորձեցիք։ Հիմա առաջադրանքը ավելի ենք բարդացնում։ Հիմա դուք գտնվում եք ցատկահարթակի վրա, որի բարձրությունը 5 մետր է։ 5։ Ամենակարևորը ցատկելուց ոտքերը եւ ձեռքերը կպցնում ենք մարմին, ոտքերը կպցնում ենք իրար մոտ ենք պահում։ Նայում ենք մեր առաջ։ Կարող ենք նայել պատին, որ ավելի հեշտանա ձեր գործը, այսպես ասած։ Եթե ներքև նայենք, ավելի կբարձրանա ձեր գործը։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորդ նայեք ներքև։ Շնորհակալություն։ Այսինքն վարժությունը հետևյալն է, ցատկում ենք միայն ոտքի։ Այո։ Եթե ցանկություն կա ինչ-որ մեկի մոտ, որ գլխի է ուզում ցատկի, ըստ ումա խնդիր չունենք։ Չէ, եկեք զերծ մնանք տարատեսակ արկածախնդրություններից։ Այո։ Եվ ցատկենք բոլորս ոտքի վրա։ Ջրային երրորդ վարժությունը բարձ տրվեց երկու մասնակցի, կանաչներից Սեյրանին ու դեղիններից Կառլոսին։ Երկուսն էլ բարձրությունից վախում են։ Եվ հարց էր, արդյոք նրանցից որևէ մեկը կկարողանա անցնել փորձությունը, թե նրա անվան առջև 0 կգտնի։ Դե, քեզ տեսնեմ։ Դե, քեզ տեսնեմ։ Դու կարող ես։ Քո սպորտը։ Դե Դեյթ, սուլիտ, ինձ համար շատ վախենալի էր, բայց Էմին այսպես կողքիցս ասում էր։ Մարինան այնտեղ կանգնած էր, ասում էր տես ով է նայում, ով է նայում։ Առաջին անգամ դա չօգնեց, հենց հետ գնացի, բոլորը տեսակ, բայց երկրորդ անգամ օգնեց ու վախս հաղթարեց։ Այսինքն հենց ես դրան 5 մետրից նորից թռնա։ Պատրաստ։ Գնամ քո փոխարեն։ Կարող ես։ Համարձակ ես։ Պատրաստ։ Մոտիկ կանգնի։ Ձեռքերդ կպցրա։ Ոտքերդ է կպցրա իրար։ Ոտքերդ միասին գեղեցիկ։ Ավելի հեշտ կլինի տենց, կպցրա, ոտքեր, ձեռքեր։ Շատ լավն էր։
Վերևում բնականաբար վախենում էի բարձրությունից, առավել ևս երբ որ վերևից նայում ես ներքև, ջրի մակերեսը չի երևում ու այս պլյուս 5 մետր ներքևն էլ էդ էլ ես տեսնում ու քո համար էդի բարձրությունն է թվում։ Այս վախերը իմ մոտ իմիջայլոց տենց նոր են, որովհետև փոճուր ժամանակ ավելի ռիսկով էի հատկապես բարձրությունից ու այս թռիչքները ինչքան հնարավոր էքստրեմալ բաներ կար անում էի։ Հիմա տարիքի հետ երևի վախը ավելի շատ սեփական անձի մասին մտածելը ավելի ես սկսում կարևորել ինքդ քեզ դրա համար։ Ճիշտ է, որ ավելի վերև կա, մենք թռնում ենք 5 մետրից, հա, այնտեղ վերևում 10 մետրը կա, 7.5 կա, պլյուս 10 մետր կա։ Հիմա խոսք չեմ տալիս, բայց կարծում եմ մի օր այդ վախս է կհաղթահարեմ։ Վերջին մասնակիցը կապույտներից Համլետը որոշեց զարմացնել բոլորին։ Հրահանգիչն ու մարզիչները հենց սկզբում զգուշացրել էին, որ ջուրը պետք է մտնել ոտքերով։ Ռիսկի դիմել արգելվում է, բայց Համլետը, չնայած բոլոր հորդորներին, որոշեց տպավորիչ թռիչք կատարել։ Պատրաստ! Հինգ տարի է լամպեր են պատրաստում, սա ֆաներաներից լուսին լամպ է լինելու, լուսնաձև։ Ես կարծում սպորտային մարդ եմ, ես 12-ի մեջ չկայի, կնոջս ասեցի, որ չեմ անցել, մի փոքր տխրեցինք, որտեղ չէինք սպասում, բայց հաջորդ օրը պրոդյուսերներից մեկը զանգեց եւ ասեց, որ ինչ-որ մի մասնակից բժշկական ստուգումները անցել է եւ չի համապատասխանում այս պրոյեկտին եւ դրա համար դուրս է մնացել։ Մարզիչները շատ են խնդրել, որ դու հենց լինես, որտեղ միավորներով դու համարյա թե հավասար էիր այդ տվյալ մասնակցին։ Ես կփորձեմ ապացուցել, որ սխալ որոշում չէր, որ ինձ ընտրեցին։ Ասել է, որ վախենում է ինձանից։ Ես գիտեմ, ունեք ասում ես վախենում։ Ես վստահ եմ իր ուժերի վրա, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Okay. Ես միակն եմ մասնակիցներից, ով որ գլխի գցվեց, իրականում որոշումը կայացվեց ամենավերջի վայրկյաններին, աչ նայեցի, Արամն էր, Դեղիների մարզիչը, ինքը մի հատ արտակարգ անձնավորություն է, իմիջայլոց, Արամը աչքով արեց, ասեց ես հավատում եմ քեզ, հենց այդ նախադասությունը ինձ ուժ տվեց։ Եթե դա չլիներ, կարծում եմ ոտքի կգցվեի, ոտքին շատ պրիմիտիվ է ինձ համար, բայց կգցվեի։ Նախատեսված մրցությունները ավարտվեցին, բայց ես դեռ ունեմ ցանկություն կազմակերպելու նոր մրցություն։ Տանջելու։ Այո։ Արջևում փոխանցումալողն է։ Ավելի պարզ ասած էստաֆետա։ Սա կօգնի մարզիչներին հասկանալ ով է դանդաղեցնում թիմի ռիթմը։ Մեկնակը լինում է այստեղից, հրահանգի դեպքում ցատկում ենք ու շատ արագ լողալով լողում ենք մինչև վերջ, մինչև պատը։ Անպայման ձեռքով դիպչում ենք պատին։ Միայն այդ դեպքում մյուս մասնակիցը ցատկում է եւ սկսում է մյուս լողաերթը։ Դե ինչ, պատրաստ եք։ Փոխանցումալուղի մեկնարկը տվեցին կանաչներից Սեյրանը, դեղիններից Արաքսյան, կարմիրներից Արտյոմն ու կապույտներից Մերին։ Առաջինը իր թիմակցին էստաֆետը հանձնեց Արտյոմը, կարմիրներն առաջ անցան։
ինչպես եւ սպասվում էր, կարմիրների թիմն այս մրցությունում առաջատարն էր։ Կապույտներն այս անգամ ավարտեցին երրորդը, վերջինը փոխանցումալողը ավարտեց դեղինների թիմը։ Մրցության ավարտից հետո լարվածությունն իսկապես մեծ էր։ Այսօր որոշվելու էր կիսաեզրափակիչներին մասնակցող թիմերի կազմը, ու մասնակիցների արդյունքները գաղտնի էին պահվում։ Ամեն ինչ սկսվեց, երբ Ռաֆայելը նկատեց, որ կարմիրներից Արտյոմը փորձում է մարզչի գրառումներին հետևել ու ֆիքսել ցուցանիշները։ Բա հիմա դու եկել ես սենց կողքը մարզիչիդ կանգնեն նայում ես։ Ինչ է նշանակում։ Ռաֆո ջան, ես ինքս կարող եմ վարգենաչափ տանեմ։ Չափած մարդ ես, ասել եմ արդյունքները պետք է թիմանաք, ձեր մարզիչները չեն ասում, եկեք կողքը կանգնել ես, սենց նայում ես, ո՞նց հասկանամ։ Ոչ ոք ժամանակ չունի։ Լարված իրավիճակից հետո Արտյոմի հետ առանձնազրույց ունեցավ նաև նրա մարզիչը։ Քանի րոպե սպասում։ Չեմ Ապեր, մի հատ բան ասեմ, եթե ուզում ես դրանից հետո գնաս գնա, Իմ կարծիքով ուղղակի նյարդերը բոլորի լարված են ու ուղղակի տեղի են տալիս։ Հիմա այս պահելաձևով մի քիչ ուրիշ բան է ապացուցում ինքը։ Հենց իմ մտավախությունը դա է, որ այս վիճակում արդեն վերջին հասնում են այն մարդիկ, ովքեր նաև կամքով են ուժեղ, ոչ թե ֆիզիկապես են ուժեղ, այլ կամքով են ուժեղ ու պատիվ չի բերում հաղթող թիմին, մասնակիցը որ վերջում ուղղակի ասից տեսություն ես գնացի։ Մանան ջան, սկսենք քեզանից։ Խնդրում եմ ներկայացրու արդյունքները այսօրվա եւ նախորդ շաբաթվա CrossFit-ի արդյունքները։ Հիմնական առաջատարը, որ արդեն որերորդ մրցությունն է ռեկորդա սահմանում, կրկին էլի Կարոն էր, հետո Հարութն էր, նորից էլի Արտյոմն էր։ Ամբողջ լողի մրցության ընթացքում Արտյոմը ինչ-որ բանից անընդհատ դժգոհում էր, բողոքում էր, չգիտեմ, հոգնել եմ։ Հարվածությունը ավելացավ, երբ որ մենք արդյունքները սկսեցինք խիստ գաղտնի պահել։ Որովհետև արդեն քանի գնում մրցակցությունը ուժեղանում է, ու մենք պարտավոր ենք այդ գաղտնիությունը, այսպես ասած, պահել։ Հետո սկսեց նյարդերը տեղի տալ, ավելի երկար։ Հա, փորձում էր, ես ճիշտ ասած չէի նկատել, որ անընդհատ լարված էի արդյունքները գրելով, հա, նկատվեց կարգապահական խախտում, փորձությունը ոչ միայն ֆիզիկական է, այլ նաև կամքի։ Կամքի։ Այո։ Համբերության, այո։ Մարզիչները կատարել են իրենց ընտրությունը, եւ հիմա մենք կիմանանք, թե ովքեր են շարունակելու պայքարը կիսաեզրափակչում։ Արամ։ Այո։ Բարև։ Բարև ձեզ։ Ով է լքում նախագիծում։ Խանամիրյան։ Մենք գիտենք, չէ՞, որ ջենթլմենները պետք է աղջիկներին զիջեն։ Այո։ Դե գնա տեղդ։ Խախի։ Զիջում ենք։ Արաքս ջան։ Գիտեի ու լավա։ Ապրես։ Սենց քաց եմ ձեզ չեմ պաչելու, բայց սաղից սիրում եմ ձեզ տղեք, այս քանի որ եկել եմ փառք Աստծո։ Ապրես Արաքսյա ջան։ Նանա։ Այո։ Նախագիծը լքում է, չէ, չասեմ ով է լքում, ասեմ մնում են նախագծում Ռոբերտն ու Համլետը, Մերի։ Մերին դուրս մնաս նախագծից։
Պարուր ջան, վնասվածքը հնարավորություն չտվեց նորայրին շարունակելու պայքարը։ Ամենայն դեպս ասեմ, որ այնուհանդերձ նորայրներ լքելու, եթե նույնիսկ այսօր ինքը վնասված չստանար։ Ամենաբարդ կացության մեջ հայտնված մեր մարզիչը Մանանը։ Դասում ենք Մանան։ Նյարդային ժպիտը դեմքին կանգնած։ Հաշվի առնելով որոշ կարգապահական կանոններ, որոնք նկատվել են մրցության ժամանակ, նախագիծը լքում է Արտյոմը։ Ամեն դեպքում ծափարենք Արտյոմին մասնակցելու համար նախագծում։ Կիսաեզրափակում դուք մրցելու եք երկուական թիմերով։ Թե ով ում հետ է մրցելու, կիմանանք հենց հիմա։ Օբյեկտիվությունը պահպանելու համար կիսաեզրափակում կմրցեն դեղին և կանաչ թիմերը միմյանց դեմ, իսկ կարմիր և կապույտ թիմերը միմյանց դեմ։ Դա նշանակում է ունենալու ենք հավասար պայքար։ Շնորհավորում ենք կիսաեզրափակիչ անցած թիմերին։ Դու հետևիր մեզ Instagram-ում, Facebook-ում, MacTV.am կայքում և մենք կօգնենք գտնել Կոսմոսը։